Ողջույն սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական օրն ու հերթական վլոգը, իրականում դրսում ահավոր ցուրտ է, կարծես դեկտեմբեր ամիսը լինի, չնայած որ ապրիլի 13-ն է այսօր, գիշերը ձուն է եկել մեր մոտ ու հիմա բավականին ցուրտ, սառը քամի է, բայց ես բանկում գործ ունեի ու հիմա ստիպված չուզելով պատրաստվել ու դուրս եմ եկել, որ գնամ գործերովս, որովհետև չեմ կարող հետաձգել ու համել որոշեցի նաև սկսել վլոգը, բացի բանկի գործերից, քաղաքի հետ է կապված, հույսով եմ, որ այսօր կլինի, բացի այդ գործերից նաև մի քանի տեղ պիտի մտնեմ էլի, մի խոսքով, այսօր օրը երկուշաբթի է ու խառը աշխատանքային պրոդուկտիվ օր է լինելու, միայն Անգելինայիս եմ հասցրել ճանապարհել մանկապարտեզ, Նինոլիկիս ինքնուրույն կպատրաստվի ու դուրս կգա, պապաս կտանի դպրոց, իսկ ես հիմա գնամ, որ գոնե կարողանամ շուտ վերջացնել գործերս, որովհետև այդ բանկի հերթերից ուղղակի զզվում եմ, չեմ սիրում սպասել, բայց ինչևէ ունենք այն ինչ ունենք ու պիտի հարմարվենք, գնացինք, ես երթուղայինից իջա, հիմա գնում եմ դեպի ID բանկ, որը գտնվում է Չուլոշնի, գյումրեցիները կիմանան, հույսով եմ, որ շատ հերթ չի լինի հոյացած ու շատ արագ կվերջացնեմ, պարզապես պետք է քաղված վերցնեմ, բայց եթե հերթ լինի, ստիպված եմ երկար սպասել, քանի որ այդ բանկը Գյումրիում մեկ հատ է ու այդ պատճառով հերթերը շատ են։ Ժողովուրդ, էս ինչ ցուրտ է, կարծես դեկտեմբեր ամիսը լինենք, անկեղծ եմ ասում։ Սիրուններս իզարմանս ինձ բավականին շուտ բանկի գործերը վերջացրեցի, քաղվածքը վերցրեցի, հիմա գնում եմ մյուս գործերից, բայց մինչև այդ գործերին անցնելը ուզում եմ մտնել ռինգով ու երեխեքի համար դոնատներ պատվիրել, ուրախանամ։ Այսպես քայլելով Սայատնովայով իջնում եմ դեպի հրապարակ, անցնեմ մյուս գործերից, քանի որ մի քանի տեղ ունեի մտնելու, այդպես, բայց քանի որ այս ճանապարհի վրա եմ ու Ռինգոյի կողքով եմ անցնելու, որոշեցի երեխեքի համար անակնկալ անել ու այնտեղից դոնատներ պատվիրել իրանց համար, վստահ եմ, որ շատ կուրախանան։ Այնպես որ գնանք պատվերը գրանցենք, մինչև իրանք կպատրաստեն, ես էլ իմ մյուս գործերը կավարտեմ, հետո հետ կգամ, դոնատներն կվերցնեմ, շուկայից կանաչեղեն կգնեմ, քանի որ մամաս խնդրեց, որ շուկայից կանաչիներ վերցնեմ, մի խոսքով մի քանի գնումներ էլ կանեմ ու կգնամ արդեն տուն։ Ուզում եմ ասել, որ բոլոր գործերս իզարմանս ինձ շատանոց վերջացրեցի, հիմա Ռինգոյում եմ ու սպասում եմ իմ պատվերին, նաև գնել եմ այսպիսի սիրուն հարմարային շունչ հաղորդող ծաղիկ, շատ պատահական տեսա ու որոշեցի, որ անպայման վերցնեմ, երեխեքին ուրախացնեմ, այդպես պատվերս վերցնեմ, մամայիս խնդրանքով շուկայից գնել եմ կանաչիներ, հիմա այստեղից պատվերս էլ վերցնեմ ու գնամ տուն։
Ես արդեն տանն եմ ու շուկայից վերցրել էի տարբեր կանաչիներ, այստեղ սոխ է, համեմ, հազարի տերևներ, կոտեմ և թարխուն, իսկ խանութից եկա մի քանի բանջարեղեններ վերցնելու, որպեսզի պատրաստենք բորշ, ու դրա համար վերցրել եմ գլուխ սոխ, գազար, կաղամբ և իհարկե կարտոֆիլ։ Եվ իհարկե մեր պատվերը Ռինգոյից, շատ համով, վախորժելի տեսք ունի, մնում է համը տեսնենք, հիմա սուրճ տնենք ու փորձենք։ Սիրուններս, ինչպես տեսնում եք, ես ննջարանում եմ, տեղափոխվեցի այստեղ, որովհետև հյուրասենյակում մերոնք զրուցում էին ու համել հեռուստացույցներ միացրած, իսկ ես, քանի որ վիդեո պետք է նկարեի, չէի ուզում այդ ձայները խանգարեին հոլովակը նկարելուն։ Սուրճս արդեն պատրաստ է ու համով սուրճն էլ էի նոր գնելի դեպ, բայց եկել եմ սենյակ, առանձնացել եմ, որպեսզի միասին փորձենք Ռինգոյի դոնատները, ինչպես արդեն տեսաք, տեսքը բավականին գեղեցիկ էր, ախորժելի էր, էսթետիկ էր, փաթեթավորումը ևս շատ հարմար էր, դե ինչ, փորձարկենք, տեսնենք համապատասխանում է տեսքին, թե ոչ, այսպես, ուզում եմ նախ փորձարկել այս դուբայսկի, խնդրեմ տեսեք, դուբայսկի դոնաթը, իրա վրա բարակ խադայֆի խմոր կա և պիստակի մածուկ, երեխեք շատ համով է, այս խադայֆի խմորի խրխրտանությունը, բարակ ցողելային պիստակի մածունը ու իդեալական համադրություն էր ստացվել այս փքաբլիթների հետ, անկեղծ եմ ասում, շատ համով էր, բայց ուզում եմ նաև փորձել այս գետնանուշով տարբերակը, խնդրեմ, այսպիսի վրան շոկոլադ է և գետնանուշ, եկեք մի հատ սա փորձենք, շատ համով է, իսկապես, կներեք, իսկապես շատ համով է ու վստահաբար խորհուրդ եմ տալիս, որ եթե դեռ չեք հասցրել փորձել Ռինգոյի այս դոնատները, անպայման փորձեք, քանի որ Ռինգոն նոր է բացվել Գյումրիում, նոր կարելի ասել նոր չի, ուղղակի ես եմ նոր փորձարկում, մի քանի ամիս է արդեն բաց է, բայց կարծում եմ դեռ կլինեն մարդիկ, ովքեր իմ նման չեն հասցրել գնալ ու փորձել, այնտեղ բացի այս դոնատներից կային նաև հոտ-դոգներ, տարբեր կարկանդակներ, ֆրի և այլն ու այդպես իդեալական համ ունի, դե թարմությունը իրանք տեղում շատ արագ պատրաստում են ու առաքում, այնպես որ վստահաբար խորհուրդ եմ տալիս, իսկապես շատ համով էր, դե ինչ, ես գնամ այս համովություններով իմ սուրճը վայելեմ, իրականում մի փոքր հոգնեցի այս գործերից, ճիշտ է շատ արագ ստացվեց, բայց
թե սպասելը, գնալ գալը, մի քանի անգամ նույն տեղը մտնել, դուրս գալ, չհաշված մտա նաև շուկա, կանաչի գնեցի, խանութ եկա այդ պրոդուկտները գնեցի ու դուրսնել ահա որ քամի, թոզ ու ցուրտ, իսկապես բավականին սառը եղանակ է, բացարձակ գարուն չի, հույս ունեմ, որ հուսանք, որ գոնե օրերը կսկսեն տաքանալ ու մենք էլ կսկսենք դուրս գալ, ման գալ, գնալ հաճելի ժամանց անցկացնել, այդպես սիրուներս, դե ինչ, գնամ սուրճս վայելեմ, խմեմ, մի փոքր հանգստանամ, պետք է նաև ճաշ պատրաստել, չգիտեմ ես կպատրաստեմ թե մաման, դեռևս սուրճ ենք խմում, մինչև այդ ամեն ինչը անենք, երեխեքն էլ արդեն տուն կգան, Անգելինաս բարի է, Նինուլիկս բարի է, մի խոսքով շաբաթը սկսվել է ու շաբաթվա հետ նաև սկսվել են խառը գործերն ու այս թոհու բոհը։ Իմ գեղեցկուհիները արդեն տանն են, հենց նոր եկան դպրոցից ու մանկապարտեզից, չնայած որ հիմա պարի ենք, բայց մի փոքր ժամանակ ունենք ու որպեսզի այս դոնատները իրանց թարմությունը չկորցնեն, որոշեցի հիմա ցույց տամ, տեսքը շատ հավանեցին, հիմա իրանք էլ կփորձարկեն ու իրանց անկեղծ կարծիքը կասեն իրանց դուրն եկավ, թե ոչ հավանեցին, թե ոչ, հա արևս, դե փորձեք տեսնենք համով էր, այդ դուբայսկի տարբերակներն են, հաստատ, Ներկայացրել դուբայսկի շոկոլադ, այս ինձ համար շատ համով էր, 10-ից 10, եսը 10-ից 10, դուրը դեկավ, ու ճան, այդ շոկոլադա է ու այդ վրայինը գետնանուշ է նին, էլի շատ համով է, Ես հələ շատ համով, էլի գնատում եմ 10-ից 10, 10-ից 10, իսկապես շատ համով էր, կարևորը թարմ, տաք, դե մենք ավելի թարմ ու տաք վիճակում կերանք, բայց վստահ եմ, որ հիմա էլ է շատ համով, փորձե արևս, շտապում ենք, թե այգավ մոդդ, իրականում շտապում ենք պարի, արդեն ժամը 5-ն է, բայց Անգելի սերը կենտանիների հանդեպ ուղղակի չգիտեմ, շատ է սիրում կենտանիներ, այնքան խղճով է, այնքան զգայուն է, գնանք արևս գուշանանք, ինքն էլ իրա մամայի մոտ է, տես? Չգիտեմ իմ աղջիկ, մի գնանք պարի, արդեն ուշ է, հա, դուք ասի է, դրվիցս իրանց իմ գեղեցկուհի, իմ բարի, Անգելինան ուղղակի բարության մարմնացում է, անկեղծ եմ ասում, իրա նման նրբանկատ, խղճով,
երեխա ես չեմ ճանաչում։ Ոչ մեկի չի նեղացնում, ոչ մի կենդանու չի խփում, չգիտեմ, իմ հրաշք, զգուշ ավտոկուկա։ Դե դու գնամ ամանել գնա Նինուլիկի հետևից, հա? Բարձրացի։ Пока։ Անգելինային տարա բարի, հետ եկա տուն, Նինուլիկին վերցրեցի, եկանք միասին, ինքը մտավ բարի, ես Անգելինային հետ բերեցի, նորից գնում եմ բարի դպրոց, որպեսզի Նինուլիկիս էլ վերջնական վերցնեմ ու գանք տուն վերջապես։ Մինչև Նինուլիկն է բարից կվերջացնի, կլինի արդեն 7:30, մի փոքր տուն հանգստանա, հաց ուտի ու նստի դասերին, այնպես որ երևի այստեղ ու այսքանով այս վլոգը ամփոփենք, որովհետև արդեն երեկո է ու էլ ոչ մի կարևոր ինֆորմացիա կամ որևէ կարևոր բան չունեմ ձեզ ցույց տալու, բայց մինչև վլոգի ամփոփելը ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել այն նոր հետևորդներին, ովքեր միացել են ինձ ու իմ ալիքին, անչափ շնորհակալ եմ ձեզ, վստահեցնում եմ, որ դուք իմ ալիքում չեք ձանձրանա, քանի որ այստեղ բավականին պոզիտիվ է, դրական է, հետաքրքիր է, ամեն դեպքում ես այդ ամեն ինչի համար փորձում եմ հնարավորինս չափ ամեն ինչ անել, որ իմ ալիքում հետաքրքիր լինի, այնպես որ շնորհակալ եմ մեր փոքրիկ ընտանիքի մի մասնիկը դառնալու համար, իսկ եթե դու նայում ես ինձ ու դեռ չես հասցրել բաժանորդագրվել, ապա առանց ժամանակ կորցնելու սեղմիր զանգակ կոճակի վրա, բաժանորդագրվիր, որպեսզի չկորցնես ինձ ու իմ ալիքը։ Դե ինձ սիրուններս, այսքանով ուզում եմ ասել ձեզ մնաք բարով և խաղաղությամբ, սիրում եմ բոլորիդ անչափ շատ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ վլոգում։ Пока-пока։